Բարդուց բոլորին եկեք սկսենք մեր դասը։ Ուրեմն այստեղ ինչ ունենք։ Ունենք, որ գրված է Wissens Wertes, նշանակում է օգտակար, նկատի օգտակար տեղեկատվություն կա, արտահայտություններ կան։ Եկեք անցնենք։ Ասում է wo wohnen die meisten Menschen։ Wohnen դի գիտեք որն է որտեղ, հա? Իսկ wohnen-ը ապրել, որտեղ է ապրում meisten։ Meisten այսինքն մեծամասնությունը, հա, Menschen, մարդկանց մեծամասնությունը meisten։ Okay, Menschen հիշեք, Menschen մարդիկ, okay, wo-wohnen որտեղ են ապրում։ Ու այստեղ տեսնում եք, չէ, գրված է in China wohnen heute այսօր ապրում են ինչքան 1 միլիարդ, 1 միլիարդ։ Ein 300 wir haben, այստեղ տեսնում եք քանակություն միլիոն Menschen։ Okay, so in Jahre, իրականում այստեղ դու այսպես կանխատեսում է, հա, կապրենք կտեսնենք 2050 leben wahrscheinlich 1.394 Millionen Menschen in China։ Ասում է 2050-ում կլինեն 1.394, չգիտենք, ինչքան կլինեն, հա, այդ գերևա։ Okay, համենայն դեպս, թվերը դե դուք արդեն գիտեք, ճիշտ է, 1000 այդ հազարն է, չէ, 1000 հազարն է, 10,000 10,000-ն է, 100,000-ը 100,000, հա, այնը կարող եք ասել, կարող եք չասել, 1 միլիոն, միլիոնն է, 10 միլիոնն, 10 միլիոն, ինչի միլիոնն, որտեվ ինքը հոգնակի է գալիս, մի հատ միլիոնը եզակի է, իսկ 10 հատ միլիոնը կամ 2 հատ միլիոնը արդեն հոգնակի է։ Okay, 10 միլիոնն եզակի հոգնակիները, գիտեք ոնց է այդ գոյականի եզակից, որ սա դարձնում ենք հոգնակի, այնտեղ մի քանի կանոն կա, հետո կանցնենք, բայց կա նաև, որ պետք է ուղղակի անգիր հիշենք, էսի եզակին է, էսի հոգնակին է, հա, դրա համար այս վիդեոկուրսեր ենք անում են լավ, որ անընդհատ նույն բանը կկրկնեք, կտպավորվի, որն է եզակին, որն է հոգնակին, այդ բառը հոդը կտպավորվի, մուրսկոյա, հա, արական հայկականա, թե չեզոքա։ Լավ, եկեք հաջորդ ենք 10 միլիոնն, այն 100 միլիոնն, այսինքն 100 միլիոն, չէ, 100 դե 100-ն էր, և այդպես այն միլիարդը, հա, միլիարդն դե միլիարդն է, չէ։ Okay, so yes, այստեղից բառերը ներքև որ գրված է, Wissens Wertes, այստեղից կարող է չիմանայիք, օգտակար տեղեկատվությունը նշանակում, հա, մեկ է wahrscheinlich նշանակում է հավանաբար, wahrscheinlich, չէ, այստեղ ասում եմ 2050-ում միգուցե հավանաբար, հա, wahrscheinlich կլինի 1.394 Okay, then next one։ Հիմա այստեղ տեքստեր ունենք, վերաբերվում է Գերմանիային, հա, ընդհանուր պատմությանը եւ այլն։ Եկեք կարդանք համեն մի փոքր կծանոթանանք հենց երկրի հետ, բուն երկրի։ Kapitel 1 Übung B3 Hören und lesen Sie die Informationen. Deutschland hat 82,4 Millionen Einwohner und 16 Bundesländer. Die Hauptstadt ist Berlin. In Deutschland spricht man nur eine Amtssprache, Deutsch. Die 3 größten Städte sind Berlin, Hamburg und München. Seit 1871 ist Deutschland ein Nationalstaat. Sehr wichtig für Deutschland ist die deutsche Wiedervereinigung 1990. Österreich hat 8,2 Millionen Einwohner und 9 Bundesländer. Die Hauptstadt ist Wien. In Wien wohnen 1,5 Millionen Menschen. Österreich hat eine Amtssprache, Deutsch, und 3 Regionalsprachen, Kroatisch, Slowenisch und Ungarisch. Seit 1918 ist Österreich eine Republik. Die Schweiz ist über 800 Jahre alt. Sie hat 26 Kantone und 7,5 Millionen Einwohner. Die Hauptstadt ist Bern. Die Schweiz hat 4 Amtssprachen. Etwa 70% der Einwohner sprechen Deutsch, etwa 20% Französisch, etwa 10% Italienisch und 1% spricht Rätoromanisch. Deutschland, Germania, Deutschland, hat 82,4 Millionen
կամ կարող ենք ասել 82,400 Millionen Einwohner. Und 16 Bundesländer. Bundesländer որն է? Դաշնային նահանգներ։ Հա, Bundesländer։ Իրականում Հայաստանում նահանգ չունենք, չէ՞։ Ունենք քաղաքներ, հա, բայց մեծ երկրներում ու շատ երկրներում իրանք ունեն նահանգներ, Ամերիկան, Ռուսաստանը, հա։ Բացի քաղաքներից ունեն նաև նահանգներ, այդ մի նահանգին կարա պատկանի մի քանի հատ քաղաք։ Okay, այսինքն իրանք ոչ թե ունեն 16 քաղաք, այլ ունեն 16 նահանգ, ու այդ մի նահանգի մեջ կարա լինի մի քանի հատ քաղաք։ Die Hauptstadt, այսինքն մայրաքաղաքը, չէ՞։ Շտատը քաղաք, Hauptstadt մայրաքաղաք։ Տեսեք, գրված է Die Hauptstadt։ Վերջ, այստեղից արդեն կարաք հանգիստ ֆիքսեք։ Շտատը քաղաքը ինքը die է, женский род է։ Ինչի՞ է քաղաքը женский род, տրամաբանություն չկա։ Ուղղակի պետք է հիշեք, հա։ Որ գերմաներենում գոյականները ունեն հոդեր, женский, мужской ու женина ու չեզոք։ Ու պետք է ուղղակի անգիր հիշեք, թե որը որն է։ Մի քանի հատ կանոն կա այդ ընթացքում կանցնենք, բայց շատ գոյականներ կան, որ ուղղակի հիշեք։ Շտատը ուրեմն հիշեցինք, die, հա, վերջ, ինքը իքական է։ Die Hauptstadt ist Berlin, մայրաքաղաքը ուրեմն Բերլինն է։ In Deutschland, Գերմանիայում, ու մեկ էլ հիշում եք, չէ՞, որ բոլոր գոյականները մեծատառով է գրվում, օրինակ նկատել եք, որ Einwohner բնակիչ, չէ՞, մեր մոտ բնակիչ ինչ կգրենք, հաստատ չեն գրի մեծատառով, կգրենք փոքրատառով, հա։ Մայրաքաղաք, էլի փոքրատառով կգրենք, ճիշտ է։ Մեր մոտ մենակ անունները կգրենք մեծատառով, օրինակ Բերլինը կամ Գերմանիան կգրենք մեծատառով։ Իրանց մոտ բոլոր գոյականները գրվում են մեծատառով, okay։ In Deutschland, Գերմանիայում Գիպտես, հա, հիշեք։ Գիպտես, նո, այս Գիպտ, նա արտահայտությունն է նշանակում է կա։ Գիպտես, կա։ Կա, ինչ կա։ Nur eine Amtssprache։ Մի հատիկ պաշտոնական լեզու կա, Amtssprache, Sprache լեզուներ, հիշում եք։ Amtssprache որն է պաշտոնական լեզու։ Okay, Sprache ինչ է, ինքը էլի իքական սեռը, հա, դե դիշեք Amtssprache իքական սեռ, okay։ Nur միայն այն Amtssprache կա, միայն մեկ, ուրեմն այդ օտար լեզու։ Գիպտեսը նշանակում էր կա, չէ՞, դա հիշեցինք։ Deutsch, հա, մի հատ ուրեմն օտար լեզու կա, Deutsch-ն է։ Die drei großen, ուրեմն երեք այդ großen մեծ Städte, քաղաքները sind Berlin, Berlin-ն է, Համբուրգն է, մեկ է Մյունխենը։ Und նշանակում է եւ, հա, und եւ։ Ասում է die drei, տեսեք, էլի die, ինչի՞ է die, որտեվ այստեղ արդեն Städte։ Հիշում եք, չէ՞, հոգնակի հոդը դիներ, ոնց որ իքականի հոդներ die։ Ուրեմն իքականի հոդը die է, հոգնակի հոդը էլի die է։ Այստեղ Stadt-ը հոգնակիում ուրեմն դառնում է Städte։ Տեսեք, Stadt, STADT, նա ոնց է գրվում։ Իշթետը արդեն ոնց է գրվում, նա արդեն է umlautով է գրվում, մի հատ է վերջում է ավելանում, ճիշտ է, Իշթետը, okay, այսել ֆիքսեք, die drei großen Städte sind Berlin, նա երեք այդ մեծ քաղաքները, ուրեմն Բերլինն են, Համբուրգը, մեկ է Մյունխենը, այդ Städten ուրեմն die, հոգնակի հոդը die, okay, großen-ը մեծն է, չէ, großen, հա, մեծ ուրեմն այդ քաղաքները Բերլինն է, Համբուրգը, Մյունխենը։ Okay, Զայթը ինչ է, Զայթը սկսած 1871-ից, հա, 1871, սկսած 1871-ից, ist Deutschland ein Nationalstaat, ուրեմն Գերմանիան ինչ է, Nationalstaat-ը որն է, Nationalstaat-ը էդի, այսինքն ազգային պետություն է, նո, այսինքն իրա ոնց որ անկախությունն է, անկախության օրն է, ոնց որ մեր մոտ է, անկախության օրը նշում ենք, դենց իրանց մոտ էլ 1871 թիվն է, հա, սկսած 1871-ից։ Sehr նշանակում է շատ, wichtig, կարևոր, շատ կարևոր է, sehr wichtig, շատ կարևոր է։ Für Deutschland, Գերմանիայի համար, տեսեք, այս փոքր մասնիկները, որ ինչ որ բան է նշանակում, դա պետք է ֆիքսել, für-ը նշանակում է համար, ինչ որ մեկի համար, հա։ Օրինակ, ich mache für dich, ես անում եմ քո համար,
für համար։ Ուրեմն շատ կարևոր է Գերմանիայի համար։ Is die Deutsche գերմանական Wiedervereinigung որն էր, հիշում եք։ Wiedervereinigung վերամիավորում։ Նա 1990 1999 ուրեմն վերամիավորվում է, նույն նկատի ունեմ Բերլինի պատը, չէ։ Քանդվում է եւ այլն։ Ուրեմն շատ կարևոր է Գերմանիայի համար für հիշեք համար այդ Wiedervereinigung վերամիավորում։ Հիմա եկեք անցնենք հաջորդ տեքստին։ Հաջորդը Österreich։ Հաջորդը Österreich-ի մասին է, նո, այսինքն Ավստրիայի մասին է, հա։ Գիտենք, չէ, երկու տեղներ խոսում են գերմաներեն, հա, եւ Ավստրիայում եւ Գերմանիայում։ Մենք կարդանք հետաքրքիր է նրանց պատմությունն էլ, չէ։ Österreich, այսինքն Ավստրիան, հատ ունի 8,2, հա, 82 միլիոն այնվոնն արդեն անցել ենք, ճիշտ է, բնակիչ։ Und 9, եթե մեկ ուներ 16, չէ, Գերմանիան։ Ինքը ունի 9 հատ Bundesländer, ու նահանգ, հա, Bundesländer, նահանգ։ Die Hauptstadt, այսինքն մայրաքաղաքն է, չէ, Hauptstadt-ը։ Տեսեք, շտատ էլի, հոդը դրված է die, հիշում ենք, չէ, անցյալից։ Շտատի հոդը որն էր, այս հոդերեն չեմ ես ինձ կենտրոն անում, որտեվ այդ շատ կարևոր է հիշեք, հա։ Die, ուրեմն ինքը женский, այսինքն իքական սեռը, հա։ Ist Wien, հա, Վիեննան։ Okay, դե մայրաքաղաքը Վիեննան է, չէ, Վիեննայում wohnen, ապրում են, wohnen, ապրել, չէ, հիշում եք նախորդ դասերից։ 1,5 կոման գիտեք որն է այդ ստորակետն է, դրա համար ենք ասում 1, հա, կոմա, կոմա։ 1,5 միլիոն Menschen, հա, 1.5 միլիոն այդ Menschen մարդիկ են ապրում։ Տեսեք, այն վոնայդի բնակիչն է, իսկ Menschen-ը մարդիկն է։ Նո տարբերությունը որն է։ Տարբերությունն է, որ բնակիչ, այսինքն տեղի բնակիչ, իսկ Menschen ուղղակի մարդիկ է։ Նա Österreich hat eine Amtssprache։ Ուրեմն Ավստրիայում ինչ կա։ Eine Amtssprache։ Մի հատիկ պաշտոնական լեզու կա։ Ոնց որ Գերմանիայում, հա, Deutsch գերմաներենը։ Und 3 հատ Regionalsprachen։ Բայց ուրեմն պաշտոնական լեզուն ճիշտ է գերմաներենն է, բայց տեսեք, ուրեմն ունի 3 հատ էլ ռեգիոնալը որն է, այսինքն այդ ռեգիոնի, այդ մարզի, այսպես ասած լեզուներ կան, նրանք պաշտոնական չեն, բայց շատ են օգտագործվում, հա, բայց բնականաբար պաշտոնականը մենակ գերմաներենն է։ Մենք տեսնենք այդ ռեգիոնալ այդ մարզի լեզուները, որոնք են քրոատիչ, սլովենիչ ու ունգարիչ, հա։ Ունդը եւներ, չէ։ Զայթը որն է, սկսած 9 տեսեք ոնց են կարդում 1918-ը։ Երևի արդեն նկատել եք, չէ, նախորդ տեքստից, բայց եկեք մի հատ նայենք 9 10, չէ, 19։ Դրանից հետո ասում եք 100։ Ոչ թե ասում եք 1900, այլ ասում եք 1900, նույնցեն 100, 100։ Ու հետո ասում եք 18, 8, հա, ուրեմն ասում եք, ոչ թե ասում եք 1918, այլ ասում եք 1900, 18, 1918, հա, 9, դրանից հետո 100-ն եք ասում, 100-ն եք ասում, հետո նոր 8, okay, 18-ը։ Իսկ Österreich-ը այդ Ավստրիան ուրեմն այն է ռեփուբլիկ հանրապետություն է, չէ, ռեփուբլիկ։ Նույնիսկ մեր պետությունն էլ, նա հանրապետություն, այսինքն անկախ է։ Ուրեմն սկսած 1918 թվականից այն է ռեփուբլիկ հանրապետությունը։ Լավ, հիմա եկեք հաջորդի մասին նայենք։ Տեսեք, հաջորդը մեր մոտ գալիս է Շվայց, այսինքն Շվեյցարիան։ Բոլորս գիտենք, չէ, որ իրանց մոտ են գերմաներեն խոսում։ Հիմա եկեք կարդանք, տեսնենք իրանց պատմությունը։ Die Schweiz ist über 800, տեսեք 800-ը նորմալ կարդում ենք, հա, ուղղակի 800 եղած, 800 տարեկան է։ Sie hat ինքը ունի 26 կանտոնը։ Թվերը նկատել եք, չէ՞ որ վերջից են կարդում։ Նո թվերը արդեն անցել ենք այնտեղ։ Նախորդ դասին ունեինք listening թվերի հետ կապված։ Ոնց էինք ասում, ասում ենք 6, հետո նոր 20 ենք ասում, չէ՞, ասում ենք եթե թվերը չեք հիշում, մի հատ էլ դիտեք, հա, նախորդ տեսանյութերը։
Ուրեմն 26 կանտոնը։ Հետո դվեր տենց ենք ասում, սկզբից 6 ենք ասում, հետո նոր 20։ Ասում ենք 6 եւ 20, այսպես ասած։ 20-ից 20 հենց այդպես էլ ասում ենք, ասում ենք 1 եւ 20, 2 եւ 20, հա, այդպես մինչեւ 100-ը տենց ենք ասում։ Օրինակ 38-ը կասենք 8 եւ 30։ Վերջից այս առաջ։ Կանտոնը Բունդեսլենդա, նա տեսեք, կանտոնը ինչա գրած հավասարը Բունդեսլենդա։ Բունդեսլենդա հիշում եք ինչ է նշանակում, նշանակում է նահանգ, ճիշտ է։ Ուրեմն կանտոնը մեկ է, Բունդեսլենդա նույն բառերն են, երկուսն են նշանակում են նահանգ։ Okay։ Դրա համար հավասարի նշան է։ Հավասար ոնց էինք ասում նախորդ դասերից պիտի հիշեցնենք gleich, չէ, gleich, հավասար։ So yes, so yeah, Kantone und Bundesländer, նույն բաներն են նշանակում։ Հաջորդը und 7,5 միլիոնն 7.5 միլիոն, հա, Einwohner բնակիչ ունի, չէ, Einwohner արդեն նախորդ տեքստից գիտենք, die Hauptstadt, Stadt, ելի, գիտենք օգնենք, ուրեմն իքական սրամ, չէ, ist Bern, Berna, die Schweiz hat 4 Amtssprachen, տեսեք, եթե Գերմանիան, մեկ էլ Ավստրիան ունեին ընդամենը մի հատ օտար լեզու, չէ, պաշտոնական լեզու, հա, Շվեյցարիան 4 հատ է, հա, պետք է չէ, 4 հատ ունեն, հիմա եկեք հասկանանք, թե որոնք են, etwa 70%, 70%-ը, դե Einwohner բնակիչների sprechen Deutsch, 70%, այսինքն մեծամասնությունը խոսում է գերմաներեն, etwa նշանակում է մոտավորապես, etwa, գիտեք գերմաներեն լավավորն է, որ կարդում ես նույն ոնց որ կա, հա, etwa, չէ, ոնց տեսնում եք, ոնց կարդում եք, 20%, okay, 20% մոտավորապես ֆրանսոզիsch, ֆրանսերեն, etwa 10% 10% իտալիենիsch, իտալերեն, und 1% spricht Rätoromanisch, ուրեմն 20% ֆրանսերեն, 10% իտալերեն, und եւ 1% spricht խոսում է Rätoromanisch, Okay, great. Berichten Sie über Ihr Heimatland. Berichten որն է, ոնց որ զեկուցեք Berichten, այսինքն հաղորդեք, հա, տեղեկացրեք, հաղորդեք Berichten. Ձեր ինչի մասին Heimatland, ձեր հայրենիքի մասին։ Դες գրված է das Heimatland, ուրեմն ուշադրություն։ Եթե շտատը, հիշում եք, չէ՞։ Եթե շտատը քաղաքը ինքը դիով էր, այսինքն ուրեմն женский կասարեր։ Ապա լանդը, լանդ նշանակում է երկիր, լանդ։ Շտատը քաղաք, լանդը երկիր։ Բայց Heimatland հայրենիք։ Ուրեմն լանդը ինքը դասա։ Տեսեք, ուրեմն այստեղ արմատ ունենք լանդ, այսինքն ինքը առանձին բառ է, լանդը հայ երկիր է նշանակում, Heimatը կպած է իրար, դառնում է հայրենիք։ Միշտ եթե երկու ինչ որ բառ կպնում է իրար, ահա, այդ վերջի բառի հոտն ենք դնում, այսինքն լանդինը դասա չէ։ Եթե Heimatland-ը մեկ այլի դասա մնալու, նո։ Այսինքն Heimatland-ի հոդը, լանդի այդ առանձին այդ երկրի հոդը դասա, չեզոք սերա։ Okay, այդ հիշենք։ Հայրենիք, այմա եկեք ասենք, ինչ ասենք, Einwohner, բնակիչներ, հա, այսինքն ինչքան բնակիչ ունենք, ինչ եք կարծում։ Ոնց որ թե 3 միլիոնն 3 միլիոն, բայց 3 միլիոն չկար։ Հա, 3 միլիոն, ну եկեք ասենք օրինակ 2,7 միլիոնն, 27 միլիոն է։ Իմ հիշելով վերջին անգամ որ նայում եմ 27 միլիոն էր, հա։ Ուղղակի մի աստուգել, որտեղ անդադ փոխվում է։ So, yeah, Hauptstadt։ Hauptstadt-ը, այսինքն Hauptstadt-ը որն է, մայրա քաղաք։ Չէ, Hauptstadt, Երևան։ Hauptstadt-ի հոդը ոնց է դի, ուրեմն ոնց կասենք, մայրա քաղաքը Երևանն է։ Die Hauptstadt, դի, չէ, որտեղ ինքը հոգն է իքականը։ Die Hauptstadt ist Yerevan, հա։ Sprachen, լեզու։ Լեզու, Sprachen։ Sprachen աղմերիշ, դա հայերեն է։ Մենք խոսում ենք միմիային հայերեն։ Հա, ոնց էինք ասում, Sprache ինքը էլի իքական է, չէ՞։ Ուրեմն կասենք մեր մայրենի լեզուն, die Amtssprache, օֆիցիալ լեզուն, հա, die Amtssprache ist աղմերիշ, չէ՞։ Հայերենն է։ Okay։ Կարող եք մեկնաբանություններ մի քանի նախադասություններ ձեզանով գրել, հա, մեր երկրի մասին։
Kapitel 1 Übung D1 Hören Sie die Redemittel. Sprechen Sie die Wendungen nach. Guten Morgen. Guten Tag. Guten Abend. Hallo. Wie heißen Sie? Ich heiße Max Müller. Mein Name ist Max Müller. Wie ist Ihr Vorname? Wie ist Ihr Familienname? Mein Vorname ist Max. Mein Familienname ist Müller. Wie alt sind Sie? Ich bin 30 Jahre alt. Woher kommen Sie? Ich komme aus Spanien. Wo wohnen Sie? Ich wohne in Madrid. Was sind Sie von Beruf? Ich bin Lehrer. Ich arbeite als Managerin bei Siemens. Was studieren Sie? Wo studieren Sie? Ich studiere Medizin in Berlin. Welche Sprachen sprechen Sie? Meine Muttersprache ist Italienisch. Ich spreche sehr gut Englisch. Ich lerne jetzt Deutsch. Ich bin ledig. Ich bin verheiratet. Ich bin geschieden. Ich habe 2 Kinder. Was sind Ihre Hobbys? Ich spiele gern Fußball. Ich sammle Briefmarken. Ich lese gern Romane. Ich höre gern Jazzmusik. Ich schreibe gern Gedichte. Հիմա այստեղ ինչ ունենք։ Ունենք արտահայտություններ, որոնք որ արդեն իսկ մենք անցել ենք։ Այս ընդհանրապես գիրքը, որը անցնում ենք, այդ դիբաժինը, որը որ կա, հա, յուրաքանչյուր գլխի այդ դիբաժինը, որը որ կա, ինքը այսպես ասած ամփոփումն է, հա, այդ ամբողջ բառապաշարը այդ գլխի մեջ ինչ անցել ենք, ամփոփում ենք։ Դրա համար էս շատ լավ է, շատ կարևոր է այս ամփոփումը մի հատ ընդհանուր նայենք։ Հիմա եկեք նայենք։ Ասում է wichtige Redemittel, Redemittel-ը որն է բառակապակցություններ։ Նա Redemittel, բառակապակցություն։ Hören Sie die Redemittel, լսեք այդ բառակապակցությունները, sprechen Sie die Wendungen, տասեք այդ ֆրազաները, հա։ Հիմա եկեք նայենք։ Redemittel ուրեմն հիշում ենք, չէ՞, ինչ էր բառակապակցություն, Wendung, ֆրազա, հա։ Լավ, Fragen und Antworten zur Person։ Հարցրեք ու պատասխանեք։ Ոնց որ, հա։ Մենք նայենք։ Guten Morgen, բարի առավոտներ, ճիշտ է։ Guten Tag, բարի օր։ Guten Abend, բարի գիշեր։ Hallo, բարև։ Wie heißen Sie? Ինչպես եք, հա, wie heißen Sie։ Եկեք հարցերին ես կպատասխանեմ։ Wie heißen Sie? Ich heiße Diana, հա, մանը Diana։ Ich heiße Hena, ներքև գրված է Max Müller, հա։ Mein Name ist կամ իմ անունն է, չէ՞, երկու ձևն է։ Wie ist Ihr Vorname, Familienname, որն է ձեր անունը։ Տեսեք, Vorname անուն, Familienname ազգանուն։ Ասում եմ mein Vorname իմ անունը Max, Max-ը, mein Familienname իմ ազգանունը ist Müller, հա, Müller։ Wie alt sind Sie? Քանի տարեկան եք։ Ich bin 25 Jahre alt, հա։ Ну դա իմ համար, իսկ այստեղ գրված է ich bin 30 Jahre alt։ Երբ որ ասեցի ich bin 25, ինչ է նշանակում 25, 25, հա։ Ich bin 25 Jahre alt։ Woher kommen Sie? Woher kommen Sie? Որտեղից եք։ Ich komme aus Spanien, գալիս է։ Ու ես կասեմ ich komme aus Armenien։ Ես Հայաստանից եմ։
Wo wohnen Sie, որտեղ եք ապրում, wo որտեղ։ Տեսեք, woher նշանակում է որտեղից, այսինքն անգլերեն եթե դիապետում եք, ասում ենք where from, չէ՞, այդ ից մասնիկն է, հա, որտեղից։ Woher որտեղից եք գալիս, այդ որտեղիցը ոչ թե որտեղ, այլ որտեղից։ Այդ որտեղիցը woher-ն է, հա։ Ես գալիս եմ Իսպանիայից, հա, դրա համար ասում եմ։ Okay, woher այդ որտեղիցն է, իսկ won էդի որտեղն է։ Wo wohnen Sie jetzt արդեն ասցինք, ich wohne in Madrid, նույն ես կասեմ ich wohne in Deutschland, ես ապրում եմ Գերմանիայում։ Was sind Sie vom Beruf, ինչ է ձեր մասնագիտությունը։ Beruf, իշեք, մասնագիտություն, հա։ Okay. Ich bin Lehrer, ես ուսուցչուհի եմ։ Այս ինձ լիովին համապատասխանում է, հա։ Ես պետք է ասեմ, այստեղ գրված է։ Ich arbeite als Managerin bei Siemens։ Ես աշխատում եմ որպես մենեջեր Siemens-ում, ասեք, որպես, որ ասում ենք որպես S, հա, որպես als-ն է։ Իսկ որ կազմակերպությունում, S կազմակերպությունում այդտեղ by մասնիկն ենք օգտագործում, հա։ Այդ մասնիկները այստեղ եկեք ֆիքսենք։ Was կամ ոչ studieren Sie։ Տեսեք, was-ը ինչ է, was այսինքն ինչ։ Was նշանակում է ինչ եք սովորում։ Իսկ եթե ասում ենք որտեղ եք սովորում, ոչ studieren Sie։ Ինչի՞ է Sie, ոչ թե դու, Sie այդ պաշտոնականն է, չէ՞, որտեղ եք սովորում, չի ասում որտեղ ես սովորում։ Հա։ Իշմեք, որ studieren-ը խոնարհենք ինչ կնի։ Ich studiere, du studierst։ Ուրեմն կասենք ոչ studierst du։ Հա, եթե այդ պաշտոնական չասենք ոչ studierst du, բայց եթե հոգնակյով ենք ասում, հարգալից ենք ասում, ասում ենք was, ոչ studieren Sie։ Ich studiere, ես սովորում եմ մեդիցին բժշկություն in Berlin, Berlin-ում։ Welche Sprachen sprechen Sie, ինչ լեզուներով եք խոսում, չէ՞։ Meine Muttersprache im Մայրենի լեզուն Italienisch, իտալիանիշն է։ Դուք կարող մեր դեպքում ասենք meine Muttersprache ist Armenisch, հայերենն է։ Ich spreche sehr gut, ես խոսում եմ շատ լավ, gut, լավ, ein bisschen մի փոքր, հա, English։ Եկեք ասեմ, ich spreche sehr gut English, Deutsch, խոսում եմ շատ լավ անգլերեն, գերմաներեն ու armenisch, meine Muttersprache, մայրենի լեզու ռուսիչ, ռուսերեն։ Ich spreche ein bisschen Griechisch, մի փոքր ուրեմն հունարեն։ Ich lerne jetzt, ես սովորում եմ հիմա։ Ուրեմն եթե ասում եք ես սովորում եմ գերմաներեն, կասեք ich lerne jetzt, jetzt-ը հիման է, jetzt։ Հա։ Դուք ինչ եք կարդալ jetzt, 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 Deutsch։ Okay, great. Next one. Familienstand. Familienstand-ը որն է։ Family դե բարձր ընտանիքն է, չէ՞, արդեն բառից էլ եք հասկանում։ Familienstand-ը ոնց որ ընտանեկան կարգավիճակ։ Այստեղ կողքը բառերը իրականում գրված է։ Lady-ը չամուսնացածն է, հա, ու անգլերենի single-ն է։ Verheiratet-ը ամուսնացածն է, նա geschiedene բաժանվածն է։ Okay, ну ես կասեմ ich bin lady, հա, ես ամուսնացած չեմ։ Next հաջորդը։ Ich habe երկու կամ եթե ասում ենք keine Kinder, այսինքն երեխա չունեմ։ Okay. Then hobbies, հիշում եք, չէ՞, haben-ը ունենալն էր, հա, haben, ich habe ես ունեմ։ Hobbies, հիմա եկեք հոբիները նայենք։ Was sind deine hobbies։ Եթե ասում եմ ինչ է քո հոբիները, ասում եմ deine։ Բայց եթե ասեմ ինչ է ձեր հոբիները, այսինքն արդեն պաշտոնական, հա, was sind ihre hobbies։ Okay, was sind ihre hobbies։ Այս իրական քերականությունում հիշում եք անցանք meine, deine եւ այլն։ Այդ կրկնեք, հա, անդադնին տեսահոլովակներ կրկնեք, հատկապես որ լեզուն ամեկ մակարդակ եք սովորում, այսինքն նորաց ես համար պետք է անդադ կրկնել։ Was sind ուրեմն ihre hobbies։ Նա եկեք պաշտոնականով ասենք լավ։ Ich spiele gerne, ես խոսում եմ, spiele խաղում եմ, gern հաճույքով, Fußball։ Իմ համար այդ չէ։ Ich spiele nicht gern, ես չեմ խաղում հաճույքով, Fußball, Fußball։ Չգիտեմ բալ։ Ja, ich weiß nicht։ Ich sammle, ես հավաքում եմ Briefmarken։ Briefmarken-ը գիտեք որն է, այն մարգաներն է, ծրարի վրա որ կպցնում են։ Չէ, իմաստ չեմ տեսնում, թե ինչ հոբի է։ Ich sammle, բայց կարող է հետաքրքիր է։ Ich sammle հավաքել, հա։
Ich lese gern, ես կարդում եմ հաճույքով ռոմանը, ռոմանսներ։ Այդքան չեմ։ Ich höre gerne, եկեք հաջորդը նայենք, ich höre gerne, ռոմանսներ այդքան չեմ սիրում։ Ich höre gerne, լսում եմ հաճույքով ջազ մուզիկ։ Ich höre gerne մուզիկ, ես լսում եմ հաճույքով երաժշտություն։ Իմ համար կարամ ասեմ, հա, իրականում ըստ տրամադրության տարբեր։ Ich höre gerne Musik. Gerne որներ հիշում եք, հաճույքով։ Ich schreibe gerne Gedichte, ես գրում եմ հաճույքով բանաստեղծություններ։ Leider ich schreibe keine Gedichte, հա։ Ցավոք սրտի ես ոչ մի բանաստեղծություն չեմ գրում։ Հիմա եկեք սանենք։ Ուրեմն բայնա ու իրա նույն տեսեք խոնարհումը իրականում դրված է, հա, իր այսպես խոնարհումներով դրված է։ Այս շատ լավ է։ Կարող եք, այսինքն, որտեղ տեսեք, եթե բայը սովորում եք, պիտի իր խոնարհումներն սովորեք։ Նու կանոնը կա, այսինքն բոլորը նույն ձև են խոնարհվում, բայց մեկը, եթե դուք այդ բառը մի քանի անգամ չեք օգտագործում խոնարհած ձևով, հա, ինչ-որ նախադասության մեջ կամ չեք կարդում, չեք նայում այդ իր խոնարհումը, ինչ-որ չի տպավորվում, հա։ Այսինքն պետք է ամեն ինչ ավտոմատ լինի, հա, որ դուք ուզենաք արինակ ասեք ես մտածում եմ կամ դուք ուզում եք ասեք մենք մտածում ենք, չասեք օմի վարքյան մտածելը denken, դե սպասի խոնարհեմ, ich denke du denkst, ես denkt, հետո ասեք wir denken, ահա, всё, հիմա denken-ն է, ուրեմն ու նոր սկսեք այդ բառը օգտագործեք։ Ինքան դուք պիտի էսի անեք, որ ավտոմատ ստացվի, հա, միանգամից սկսեք խոսալ։ Okay, դե մենք եկեք զայնից սկսենք։ Զայնը էդի լինելն է, հա։ Ich bin, ես կամ, ես եմ, du bist, du ես, ist, նա է, հիշում եք տղայի համար։ Նու այստեղ նան, էդի բոլորի համար նույնն է, այսինքն եթե կողքը զի s-ը ավելացնենք, հիշում եք նա աղջկա համար զիներ, s-ը չեզոքներ, էլի կլինի ist, այսինքն նա այդտեղ պետք է չէր որ առանձին գրեին։ Ist, wir sind, մենք ենք, ihr seid, sie sind։ Նա, okay, ihr seid նշանակում է դուք եք, չէ, բայց հոգնակի դուք եք։ Իսկ զիզին նշանակում է նրանք են։ Haben ունենալ, ich habe ես ունեմ, du hast դու ունես, er hat նա ունի, wir haben մենք ունենք, ihr habt նշանակում է ihr habt։ Ուրեմն դուք ունեք, sie haben մենք ունենք։ Arbeiten աշխատել, նույնիսկ կես ազգաթեղն որպես քարտուղար, ի arbeite ես աշխատում եմ, դու arbeitet, դու աշխատում ես, er arbeitet, նա աշխատում է, wir arbeiten, մենք աշխատում ենք, ihr arbeitet, դուք աշխատում եք, sie arbeiten, նրանք աշխատում են։ Denken մտածել, ich denke, ես մտածում եմ, դու denkst, դու մտածում ես, er denkt, նա մտածում է, wir denken, մենք մտածում ենք, er denkt, ուրեմն դուք մտածում եք, հա, եւ sie denken, նրանք մտածում են։ Glauben, glauben կարծել, ich glaube, տեսեք denken մտածել, glauben կարծել, տարբերություն կա։ Օրինակ որ ասում եք ես կարծում եմ, ich glaube, ասում եք ես մտածում եմ, ich denke, ու մտածել կարծել։ Ich glaube, du glaubst, դու կարծում ես, er glaubt, նա կարծում է, wir glauben, մենք կարծում ենք, ihr glaubt։ Ուրեմն ihr glaubt, ինչ է, նշանակում է դուք կարծում եք, sie glauben, նրանք կարծում են։ Heißen անվանվել, ich heiße, ես անվանվում եմ, du heißt, դու անվանվում ես, er heißt, նա անվանվում է, wir heißen, մենք անվանվում ենք, ihr heißt։ Ուրեմն դուք անվանվում եք, sie heißen, նրանք անվանվում են։ Hören լսել, ich höre, ես լսում եմ, du hörst, դու լսում ես, er hört, նա լսում է, wir hören, մենք լսում ենք, ihr hört, դուք լսում եք, sie hören, նրանք լսում են։ Okay, այս իրականում են բոլոր շփայրն է, որ մենք անցել էինք այս գլխում, դրա համար շատ կարևոր է, որ հենց sense նայենք։ Hören-ը նայեցինք, ճիշտ է, kommen-ը գալ։ Ich komme, ես գալիս եմ, du kommst, es jetzt kommt, հա կգա, wir kommen, ja kommt, sie kommen։ Okay, նո բառերի խոնարհումը դուք արդեն ձևերը գիտեք, հա, օրենքները դրա համար։ Եկեք ուղղակի թարգմանությունները նայենք ուղիղ ձև։ Hören-ը լսելն է, kommen-ը գալ, հա, lernen-ը որն է սովորել, lesen-ը կարդալն է, հա, օրինակ Deutsch lernen Գերմաներեն սովորել, այն Buchlesen գիրք կարդալ, sammeln հավաքել, Briefmarken sammeln օրինակ schreiben-ը գրելն է։ Okay, schreiben գրել։ Հիշեք այդ SCH-ը իրար հետ, այս 3 տառը իրար հետ կարդացվում է շ, հա, SCH, շ, schreiben։ Okay։ Լավ, հաջորդը singen-ը երգելն է, չէ, spielen-ը խաղալն է,
Sprechen-ը խոսալն օրինակ English sprechen, հա, կամ ich spreche Deutsch, ես խոսում եմ գերմաներեն։ Studieren սովորել, wohnen ապրել։